Ինչու է Սամվել Կարապետյանը որոշել մտնել քաղաքականություն։ Հայաստանում վերջի 30-35 տարվա ընթացքում մենք ունեցել ենք տարբեր ղեկավարներ։ Կարող ենք իրենց լավ ասել, կարող ենք վատ ասել, ունեցել ենք տարբեր ղեկավարներ։ Բոլոր ղեկավարները իշխանության գալուց հետո բոլորի հետ Կարապետյանը հանդիպել է եւ ասել է մի բան, որ իր հայրենիքին շարունակելու է աջակցել։ Հարյուրավոր միլիոններ ուղարկել է Հայաստան։ Վերջի 20 տարում ամենաշատ բարեգործական ծրագրեր արած անհատն է Հայաստանում։ Մենք չենք սիրում սա ասել, սա ասում եմ մյուս բանին բերելու համար։ Ինչա դա բերել մեր ժողովրդին։ Այդքան հարյուրավոր միլիոններ Հայաստան ուղարկվելուց, տասնյակ եւ հարյուրավոր միլիոններ Արցախի մեջ ներդրում անելուց հետո մենք տեսնում ենք, որ մի ստորագրությամբ մենք կորցնում ենք այն ինչ կա Արցախում, իսկ Հայաստանում աղքատության հարցը չի լուծվում։ Հայաստանում մարդկանց կյանքի որակական փոփոխություն չի լինում։ Կարապետյանը տեսնում է, որ այսքան անելուց հետո ոչ մի փոփոխություն ոչ թե չի լինում, այլ երկրի ղեկավարությունը այս ղեկավարությունը վերցնում է լրիվ ուրիշ ուղի, վերցնում է գլուխ կախելու ուղի, որի ծայրը չի երևում։ Սկսում է հետևողական եկեղեցու դեմ արշավ։ Այսօր նա հայտարարել է, որ հայկական պահանջատիրությունը չի պաշտպանելու։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Ցեղասպանության ճանաչումը պետականային չի պահանջելու։ Այսօր հայտարարել, որի մասին մենք գիտենք 7 ամիս առաջ։ Սա կարող է ասեք, որ սա կարող է օգնել, որ լինի խաղաղություն։ Եկեք դիտարկենք, թե ինչ խաղաղություն է նա ուզում բերել։ Երկու ձևի խաղաղություն, թույլ ու ուժեղ։ Թույլ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդի ազգի ներկայացուցիչների առաջ։ Երբ որ մենք դուռը բացում ենք իրենց Հայաստան գալու առաջ։ Հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան։ Որտեղ բոլոր պահանջները, այլ պահանջ չկա, որ ունենա ինքը։ Ինչ ուզել է, ստացել է, հիմա վերջի մի հատ նոր պահանջ է մտածել, որ այստեղ պետք է գան իր այն մարդիկ, ովքեր Գորիսում երբեք չեն ապրել, ասենց ասեմ։ Իմացաք ում մասին է խոսքը։ Ու գան սերմ դնեն Հայաստանում։ Դա թույլ խաղաղությունն է։ Խաղաղությունը լինելու է երկու դեպքում է։ Ուժեղ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որի մենք հասելու ենք ուժեղ ձևի, այսինքն մեր դուռը փակ է լինելու, հարևանների հետ հավասարը հավասարի հետ պես ենք շփվելու։ Հայաստանից ներս գանք, տնտեսությանը կանգնայինք։ Որևէ մեծ ընկերություն 8 տարվա ընթացքում Հայաստան եկել է, աշխատատեղերի աճ։ Մենք տեսել ենք, որ գործարաններ լինեն, աշխատատեղեր ստեղծվեն, կոնկրետ աշխատատեղեր։ Գիտեմ, ասֆալտը արվել։ Ճիշտ է, բայց այդ ասֆալտը արվել է հարկերից ու պետական պարտքից։ Մի քանի բան արել։ Ծախս արել։ Եկամուտ չի բերել։ Իրական առաջնորդը, այն առաջնորդն է, որ եկամուտ բերող բաներ է բերում երկիր։ Ներդրումները դրանք եկամուտ են թե բյուջեի համար, թե աշխատատեղ են ժողովրդի համար, բարձր աշխատավարձեր ապահովելու համար։ Մեր երկրի ղեկավարը մեր երկրի 8 տարվա մեջ ավելի շատ պարտք է վերցրել, քան մեր երկիրը 28 տարվա մեջ միջև իրար։ Դե պարզա այդ 8 տարվա մեջ վերցրած պարտքը ժողովրդի առաջ ցույց է տալի։ Ձեր հարևաններից ովքեր իրան աջակցում են, կարող ասեք ճիշտ է, բայց այնքան պարտք է վերցրել, այս տարի այնքան պարտք է վերցրել, որ ինչևէ 4 տարին իրար հետ։ Այսինքն օրինակ 2000-ից 2004 թվականները իրար հետ։ 3 տարվա պարտք մի տարում վերցնում է։ Ամեն ամիս $100 միլիոն պարտք է վերցնում մարդը։ Ամեն օր $3 միլիոն Հայաստանի վրա պարտք է, վարկով են կապում։ Ներդրող չկա։ Ինչ է տալու տնտեսական ղեկավար Հայաստանի։ Մեր 4 ղեկավարներից ոչ մեկ տնտեսությունի մասնակից չի եղել։ Ունեցել ենք առաջին նախագահ եղել է լեզվաբան, քաղաքական գործիչ, երկրորդ նախագահ ինժեներական բազայով ռազմական գործիչ, երրորդ նախագահ գիտենք, չորրորդ վարչապետն էլ խմբագիրն է, գրում է, բայց դա երկիր պահելու ձև չի։ Մեր հայրենակիցներից շատերը, ձեր հարևանները կասեն, բայց ինքը խելոք է երևում, չգիտեմ, բան է երևում, ինչ են ասում, հասարակ է երևում, այ ձեր ցավը տանեմ, հələ հարևան գելերին նայեք։ Մենք գելի դեմը ինչ ենք հանել կռիվ։
Դրա համար էլ ուր եկել տակ ա տվել։ Տնտեսական գործերը մեր Վրաստանում աղքատությունը երկու անգամ իջել է։ Վրաստանը, որ Ռուսաստանի հետ պատերազմի սենց քթի վրա էր, պատերազմից այս պահին այնքան հեռու է, ինչքան երևի մենք այդքան հեռու չենք։ Լուրջ ղեկավար էր, հեռու մնաց պատերազմից, սադրանքներից, աղքատությունը 8 տարում երկու անգամ կրճատեց։ 8 տարում երկու անգամ։ Ամեն տարի մոտավորապես 14 անգամ ավելի շատ ներդրում ա բերում։ Ու հայերը իրանց բնույթով ավելի ձեռներեց ազգեն։ Հայաստանից դուրս, եթե դուք տեսնեք մեր տարածաշրջանի ազգերից յուրաքանչյուրին կտեսնեք, որ ամենալավը հայն ա ապրում։ Դե ինչի՞ց է։ Ուղեղից աշխատասիրությունից, իսկ ինչու Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ ապրող երկիրն է։ Համակարգը տնտեսական գործիչ, տնտեսությունից հասկացող գործիչ չենք ունեցել մինչև հիմա։ Հիմա մեր առաջարկը վերջապես այսքան տարի հետո ամեն ինչ փորձել ենք։ Այս մեկը փորձենք։ Մարդ, ով փողի կարիք չունի, մարդ, ով արդեն հարուստ է գալիս,